այդքան էլ հիվանդություններ չեմ ունեցել, թեպետ սիստեմատիկ բժշկի գնացել հետազոտվել եմ իմ տվյալները բանը ուշադրությանս կենտրոնում ա եղել եւ հետո գիտեք ինչ ամեն մարդ պետք է իր օրգանիզմին ճանաչի ու լսի անմիջապես այդ մի տեղ որ սկսում ա ինձ հիշեցնել առողջ մարդը պետք է իր սրտի տեղը չիմանա օրգանների տեղը չիմանա բայց որ սկսում ա կողքը ցավել մտածում ես լյարդը տա լեղապար կտա եւ այլն սկսում ես հետազոտվել առողջ մարդը պետք է իր օրգանների տեղը չիմանա թեպետ ցանկալի է որ գոնե տարին մի անգամ մարդը հետազոտվի այսինքն պատասխանատվությունն ու պարտաճանաչությունը նաեւ առողջության հետ կապված հարցերում դրսևորենք այո չէ ես ոչ մի հարցում չեմ զլացել չեմ ծուլացել շատ ակտիվ կյանքով եմ ապրել եղել է դուք պատկերացրեք որ ես այս տարիքում 60 տարվա ստաժ ունեմ իմ աշխատանքային ստաժը 60 տարի դրա հետ միասին նաև եղել է որ միանգամից 2-3 տեղ եմ աշխատել այդ մասնագիտական հնարավորությունները տալիս է հաշվապահությունը որ կարող ես մի քանի տեղ բանանես Տիկին Վալենտինա այս տաղավարում տարիքի մասին հարցը չենք շրջանցում Ես ուզում եմ որ դուք ձեր տարիքը հնչեցնեք, որտեղ դուք արդեն ասացիք, որ լիազորությունների, պարտականությունների ամբողջ լայն շրջանակ, ուզում եմ ձեր տարիքը իմանալ։ Գիտեք, ինչ ես տարիքս ոնց որ Եթե չեք ուզում մի ասեք։ Չէ, ինչ եք ասում, իմ տարիքը իմ հպարտությունն է, ոնց որ ասում են։ Ես շատ սիրով կարող եմ թաքցնելու բան չունեմ 65 տարեկան 85 տարեկան եմ Ինքնասել եմ 65 ես եմ շփոթում 85 տարեկան եմ շուտով մի քանի ամսից 86 կդառնամ բայց դեռ աշխատանքի եւ ամեն ինչի ունակ եմ իմ գործերը բոլորը ընտանիքում ես եմ անում եւ բոլորին Տիկին Վալիա երկրորդ շնչառություն երբ եք վերցրել Երբեք որ մի պահ կանգ եք առել ու ոնց որ վերարժևորը շարժվեք որ ես այս 85 թվի սկզբից եմ զգացել որ ծերանում եմ Իմ տարիքս լրացավ 85 ես սկսեցի կամաց արդեն քայլվածքս էլ փոխել, դանդաղանալ, ձեռքիս իրերն էլ պակասացնել, դժվարանում էի արդեն Բայց մենք 4 հարկ միասին բարձրացանք ու դժվարություն չկար, ես տեսա որ ինձ հավասար եկավ Երբ եկանք լիֆտով չեկանք մենք Հա բա մնացած ոտքով հատվածը Հա չեմ զգացել տենց Համենայն դեպս առաջ որ կարողանում էի շուկայից 10 կիլո բերեմ, 15 կիլո բերեմ, կամաց պակասացրեցի այդ ամեն ինչը դժվարություններ սկսվեց իմ համար խնդիրները սկսվել է 25 թվի երևի մի 2 ամիս հետո արդեն կամաց զգացել եմ միջև այդ շատ աշխուժ աշխատունակ Ես ձեր մասին իմացա ձեր թորնուհու Facebook-յան գրառումից երբ որ ինքը նկարագրել էր ձեզ եւ ասել էր որ դուք ապահովում եք զավակների թորների երիտասարդությունը ասում եմ, երբ որ ինձ հարցում են ոնց եմ երիտասարդ, ես ասում եմ, որ ես Վալիայի թորն եմ, հետաքրքիր է իմանալ, ինչ որ բանաձևեր եք կիրառում, այսինքն ո՞րն է այդ ճանապարհը, որ դուք ձեզ համար որդեգրել եք եւ փոխանցում եք։ Դե քանի որ հարցը այդպես է, հիմա դու չա գալիս, ես պիտի սկզբնավորից չսկսեմ երևի, հա, խոսեմ ձեր տված հարցի պատասխանը։ Հա, բավանդ։ Դե հիմնականում գիտեք ինչ, ինձ թվում է մարդուն Պարտաճանաչ մարդուն պարտականություններն են պահում։ Ինչքան պարտականություն ունես եւ դու պարտաճանաչ ես, հենց դրա համար դու լիցքավորվում ես, գոյատևում ես, կատարում ես, լավ ես զգում, որ այդ բոլոր օրը բացվում է իմ համար գրաֆիկով։ Ինչով պիտի զբաղվեմ, ինչ պիտի անեմ, ուր եմ գնալու Որ թորնիկս ինչ պատվեր ա տվել, ինչ պիտի կատարեմ ում համար ինչ համով ճաշ եմ պատրաստելու եւ այդպես Այսինքն խնդիրների լուծումը Խնդիրների, այո, պարտականություններ Ես դա պարտավորված եմ զգում ինձ, որ բոլորին իրանց համապատասխան Ես կյանքի ծանր պայմաններում դժվարություններին մի փոքր օգտակարել եմ Տիկին Վալիա, պարտականությունը Պատասխանատվությունը Պարտադրված չի դա Այ հենց այդ եմ ուզում ասել Չէ, պարտադրված չի Գուցե նպատակներ Ես ընդհակառակը ինքս եմ հարցնում ինչի կարիք ունեք այսօր որից ինչ պիտի անեմ եւ այլն Բոլոր թորներս Մոսկվայից տեղափոխվեցին ամուսնացած ընտանիքներով բացի այն որ ստեղ ունեմ 2 թոր 6-ը ծոր
Նաև եկան երկու ամուսնացած թորնիկներս իրանց բալիկներով եւ իմ հոգսը ավելի շատացավ, ավելի ընդարձակվեց եւ դրա հետ էլ իմ ինչ ասեմ, ոչ թե միայն հոգս, այլ դա նաև հաճույք է։ Ես շատ սիրով անում եմ ամեն ինչ, բայց այդ բոլորի հետ միասին նաև աշխատում եմ, այս տարիքով դեռ աշխատում եմ։ Որտե՞ղ աշխատում, Տիկին Վալյան։ Ես հիմա հրապարակ օրաթերթի հաշվապահն եմ, գլխավոր հաշվապահը։ Ճիշտ է, հաշվապահությունը տվել են կազմակերպությանը, որ ամենօրյա փոխանցումներ եւ այլը հիմա դե բոլորը on-line է կատարվում։ Իսկ ես հետևում եմ ամեն օրյա կազմակերպությանը անպայման ստուգում եմ իրանց արածները, բալանս եմ փակում, վնաս ու արդյունք եմ հանում, հարկայինի հետ աշխատում եմ, մեր ամեն ինչը իմ հսկողության տակ է, փոխանցումները ոչ մի օր չուշացնեն, հարկերը եւ այլը եւ այլն։ Ասում են հաշվապահները փողից դժվարությամբ են բաժանվում։ Ամեն դեպքում դժվարությամբ են բաժանվում։ Պետական փողից, իրենց տնօրինման ենթակա փողից։ Չէ, դա չեմ երկիր թերթում աշխատում է, երկիր թերթում 2 միլիոն դրամ նոր հայկական դրամը եկել էր, մի $100 ուրեմն կարծեմ 20 դրամ էր, $100 փոխանակումը 20 դուք պատկերացրեք 2 միլիոն դրամ եմ ստացել, պարուսակից մեջ գալիս եմ խմբագրություն, հետո ժամը 6-ին գործը վերջացրելա, գնում եմ տուն, հանկարծ հիշում եմ, որ այդ փողը սեֆի մեջ չեմ դրել, իմ պարուսակի մեջ է մնացել։ Հետ եմ դառնում, քանի կանգառ նորից հետ եմ գնում բան, տանը դնում եմ, որովհետև վախենում եմ, ամեն րոպե կարային գային ստուգեին։ Այդ այն ծանր տարիներն էր, որ դաշնակներին արդեն հետապնդում էին։ Ուրեմն հաջորդ օրը այդ փողը դրեցի 2 միլիոնը, գնում եմ տուն, հաջորդ օրը առավոտը գալիս ենք, տեսնում եմ, որ իմ սեյֆը 4-րդ հարկից շպրտել են առաջի հարկ, դռները բացած, մեջն էլ ոչ մի կոպեկ չկա։ Եկել են արդեն դաշնակներին, բռնել են, տարել են, շենքն էլ Փողերը ձեր պայուսակում։ Փողերը, իմ պայուսակը չէր, սեֆի մեջ էր, պետական փողը։ Դուք բերել եք վերադարձել։ Բերել եմ, հա, եթե չվերադառնայի գնայի գայի, մեկ էդ եմ ափսոսում, ասում եմ, որ տես է տանում էի տուն այդ փողը 2 միլիոն, դահվասեր էր $2 միլիոն ունենաս էլի համարյա։ Ինչ կանեիք։ Կվաժանեի։ Տիկին Վալյան, հետաքրքիր ստացվում է, որ այդ դաշնակցության այդ շրջանում երկիրում էիք, հետո հայկական ժամանակում էիք, ինչ-որ թեժ կետերում եք հայտնվել։ Լրիվ ընդդիմադիր թերթերում եմ աշխատել եւ ընդդիմադիր հայացքներ եմ ունեցել։ Միշտ քննադատել եմ իշխանություններին, ընտրությունների ժամանակ եղել եմ բանի նախագահ, ընտրական հանձնաժողովի նախագահ 2-3 անգամ եղել եմ Բանգլադեշի դպրոցներում բան եւ միշտ արել եմ այնպես, որ ընտրվի Դեմիրճանը։ Որտեղ ամասում եղել եմ, այնտեղ Դեմիրճաններն են ընտրել, հարև որդի։ 2 տարի մասնակցել եմ, մի տարին էլ ոչ նա ընտրվեց։ Ստացվում է միջամտել եք, խորհրդային հայացքներ ունեք։ Չէ, ոչ թե միջամտել եմ, այլ թույլ չեմ տվել կեղծիք անեն։ Թույլ չեմ տվել։ Բանը Այդ Ալեքսանյան անունը ոնց էր դրա։ Այդ Ալեքսանյանը ամեն ինչ արեց, հեռախոսները նոր էր դուրս եկել, բերեց հեռախոս դրեց, էլ գումարեր բանանում, էլ ինչեր արեց, ասի ոտս ստեղից դուրս չեմ դնելու, դու մի հատիկ չես գցելու, վախենում էր ինձնից չեք պատկերացնի։ Տենց բայևոյ եմ եղել, տենց խեղճքին չեմ եղել, արդար ու բայևոյ։ Բայց այս հաղորդմանը շատ բարի ներկայացաք ու դե այդ եմ ասում, այդ ամբողջ բարիությամբ հետ նաև ասում եմ կարամ խիստ դիտողություն անեմ, օրինակ Զարանն եղանում է, որ ասում եմ, այս շորը չի սազում մի հակնի, կամ այս բանը մի արա, այդ դիտողությունը միշտ էլ փողոցում էլ կարող եմ մի բան, որ տեսնեմ հակա օրինական են անում, մայրը ձեռից քաշ տալով երեխին գնում է, այդ երեխային լացալնում ու շատ թափվում է, մոտենում եմ կանգնացնում, ձենը կտրացնում, ուզում եմ մի բանով մորնել, խնդրում եմ, մի արա, մեղք կա երեխին, անտարբեր չեմ ոչ մի բանի նկատմամբ, որ ասեմ, ինձ խնայել եմ բան, երբեք տենց չեմ արել, ուղղակի ճակատագրորեն կարևոր ձեզանից գոհ եք, սխալ բան չեմ արել, կարևոր ձեզանից գոհ եք, շնորհակալ եմ, որ եկաք, Տիկին Վալենտինա, հուսամ եմ այս զրույցը ձեզ էլ հաճույք պատճառեց,
Շատ գաղտնիքներ մնացին, որ չասացիք։ Ուղղակի շատ անկեղծաց, հա, կարողա Շատ որոշ բաներ, անկեղծացաք։ որ ավելնորդ ասեցի։ Չէ, ոչ մի բան չկաց հանգիստ եղեք։ Շնորհակալ եմ, որ խոսեցիք, որ ինձ հետ կիսեցիք ձեր կյանքի պատմությունը։ Ես էլ եմ գոհ, Ուրախ եմ, որ ճանաչեցինք իրար։